Պաշտոնական այցի շրջանակում մեկնարկեց ընդլայնված կազմով հանդիպում Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Կողմերն ընդգծում են միջխորհրդարանական կապերի երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից ունեցած կարևոր դերը։ Առանձին անդրադարձ կատարվեց օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության օրենսդրության մեջ կատարված միգրացիոն կանոնների փոփոխություններին, մասնավորապես դրանց հետևանքով դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդների համար առաջացած խնդիրներին եւ դրանք կարգավորելու ուղղությամբ իրականացվող քայլերին։ Հանդիպմանը քննարկվեցին նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։ Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը եւ Վալենտինա Մատվիենկոն պատասխանեցին լրագրողների հարցերին, մինչ այդ սակայն Վալենտինա Մատվիենկոն խոսեց միջխորհրդարանական համագործակցության ու երկկողմ կապերի վերաբերյալ։ Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը լինի բարեկեցիկ, երկրում լինի կայուն քաղաքական իրավիճակ, որովհետև շատ ենք գնահատում եւ արժևորում մեր կապերը հայ ժողովրդի հետ։ Այնուհետև մեր երկրի ազգային ժողովի նախագահին հարցեր ուղղեցին ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Ալեն Սիմոնյանը բոլոր հարցերին տվեց հստակ ու սպառիչ պատասխաններ, հիշեցնելով, որ Հայաստանը որպես անկախ երկիր առաջ է շարժվում սեփական օրենսդրությամբ ու պետության շահերից ելնելով։ Ռուս լրագրողներից մեկն անդրադարձավ մեր երկրի ներքաղաքական կյանքին, կարծիք հայտնելով, թե Հայաստանում քաղաքական ձերբակալությունները սովորական են դարձել։ Я должен разговаривать о том, как действует армянский уголовный кодекс. Պետք է խոսեմ այն մասին, թե ինչպես է քրեական օրենսգիրքը կիրառվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ, դա Հայաստանի ներքին գործն է։ Քրեական օրենսգիրքը խախտող մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն, եւ ես միայն լսել եմ, որ մեր որոշ ընդդիմադիր գործիչներ նրանց քաղաքական են անվանում։ Սպառնալով զավթել իշխանությունը, կազմակերպելով անկարգություններ, սպանություններ եւ վարչապետի իմ եւ արտաքին գործերի նախարարի ենթադրյալ սպանությունները, երբվանից դա դարձավ քաղաքական հետապնդում։ Կարող ենք համեմատություն անցկացնել, եթե որևէ երկրում ինչ-որ մեկը պլանավորում է զանգվածային անկարգություններ, քաոս առաջացնել, մտածելով թե ում պետք է վերացնել կամ սպառնալ ֆիզիկական բռնությամբ, երբվանից դա դարձավ քաղաքական հետապնդում։ Եթե դա քաղաքական հետապնդում է, ես կարող եմ անթիվ նման օրինակներ բերել աշխարհի տարբեր ծայրերից։ Уйму таких примеров по всему миру. Հարցերի շրջանակում էր նաև լրագրողներից մեկի ձևակերպմամբ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը, որը ռուս լրագրողն անվանեց հալածանք։ А где вы видели гонения на армянскую апостольскую церковь? Որտեղ եք տեսել հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հալածանքներ։ Հայ առաքելական եկեղեցում կան մարդիկ, որոնք չեն համապատասխանում հայ առաքելական եկեղեցու կողմից սահմանված կանոններին։ Ես չեմ կարող հիշել ավելի կրոնական հայկական կառավարություն եւ սխալ է մի քանի անհատների կապել հայ առաքելական սուրբ եկեղեցու հետ։ Ես հասկանում եմ, որ որոշ քաղաքական տարրեր փորձում են պաշտպանել իրենց անձնական շահերը ձևացնելով, թե սա հետապնդում է, բայց իրականում դա այդպես չէ։ Կան քրեական հանցագործություններ, կան բարոյական հանցագործություններ, որոնց մասին իմ դաստիարակությունը թույլ չի տալիս այստեղ խոսել։ Ամեն ինչ արվում է օրենքի սահմաններում, եւ սա ոչ մի կապ չունի մեր հայ առաքելական սուրբ եկեղեցու հետ։ Անհատները եկեղեցի չեն։ Личности это не церковь. Պաշտոնական այցի շրջանակում Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Առանցքում էին երկկողմ կապերն ու ԵԱՏՄ, ԱՊՀ եւ միջազգային այլ հարթակներում փոխգործակցության շրջանակը։ Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային զարգացումներին։ Մոսկվայում Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի ուղեկցությամբ ծաղիկներ խոնարհեց անհայտ զինվորի հուշարձանին։ Ռոսատոմ պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի հետ կայացած հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրության հարցեր։ Այցի ավարտին ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում դիտեց Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» բալետը։